Դժվար անցանելի ճանապարհներ, բարդ վերելքներ, ադրենալինի մեծ չափաբաժին և անզիջում պայքար։ Հանգստյան օրերին իրական տոն էր օֆրոդի սիրահարների համար։ Բյուրականում անցկացվեց միջազգային ավտոմոբիլային արտաճանապարհային մրցաշար, որտեղ ուժեղագույնները մրցեցին ոչ միայն միմյանց, այլև բնության մարտահրավերների դեմ։ Առաջնությանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը ներկայացնող մարզիկներ։ Արդեն երկրորդ անգամ է ինչ այս նույն վայրում է տեղի ունենում, քանի որ ինքը ռելիեֆը շատ հարմար է նման մրցաշարի համար եւ այս տարի եւս որոշեցինք, ինչպես 2024 թվականին կազմակերպել այս նույն վայրում։ Ինչքան դասը ավելի բարձր է լինում, այնքան խոչընդոտները ավելի դժվար անցանելի ենք սարքել։ Խնդիր ունենք ջրի հետ կապված, ջուրը կարողացել ենք նենց անել, որպեսզի գետը ստեղով անցնի, որպեսզի կարողանանք այլ ավելի դժվար անցանելի ճանապարհները սարքել։ Իսկ ընդհանուր առմամբ, քանի որ անցած տարի եւս այս նույն վայրում մենք ավտոսան ռեյսինգը այս նույն վայրում ենք կազմակերպել, այս տարի արդեն մի քիչ ավելի հեշտ էր, քանի որ տարածքին ծանոթ ենք։ Բացի ABC դասերից, այս տարի մրցաշարին մասնակցեցին նաև բագի տեսակի մեքենաները։ B և C դասի մեքենաները ենթարկվել էին տարատեսակ ձևափոխությունների, ավելի հզոր շարժիչ, ավելի լայն և բարձր անիվներ և թափքի ձևափոխումներ։ Երթուղին փորվել էր հատուկ տեխնիկայի միջոցով, ստեղծվել էին արհեստական խոչընդոտներ, ջրափոսեր, որպեսզի պայքարը և վարորդների և երկրպագուների համար ավելի հետաքրքիր լինի։ Արդյունքներից գոհ ենք, ունենք 3 ջարդված մեքենա, 2 մեքենա ֆինիշ են արել, գոհ ենք, այդ 2 մեքենան կմասնակցեն երկրորդ դասին։ Ընդհանուր ճանապարհը գծված է շատ գրագետ, շատ գեղեցիկ, բոլորին հասանելի, թե նորեկ վարորդներին, թե փորձառու վարորդներին, բոլորի համար ամեն ինչը հաշվի են առել, թե սովորական վարորդների, թե պրոֆեսիոնալ վարորդների։ Մադաս եմ քշել Pajero-ով, շատ լավ մայրուղի էր, սպորտային մայրուղի էր, ճիշտ է, քարերը շատ էր, բայց դե նորմալ է, ասֆալտին չենք քշում։ Մրցաշարի մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները ստացան դրամական պարգևներ և մրցանակներ։ 2 տարին մեկ անցկացվող այս միջոցառման նպատակը ավտոսպորտի և տուրիզմի զարգացումն է Հայաստանում։